Բարև, շենքի բենում։ Ռուդո։ Փաստորեն ճանաչեցիր։ Էս ինչ է Ռուդո։ Պատվալա ապ է։ Խես ինձ գործ է։ Լավ, չասեցիր գործ է։ Ուղղակի քո անվտանգությունն ենք ապահովում։ Հենց հետարքի ձև ես, կտե ասեմ իմանաս։ Լսի, ինֆորմացիա ունեինք, որ Հայաստան գալուց քեզ պետք է խփեին։ Ով։ Չգիտեմ։ Պարզա։ Ինչն է պարզապ է։ Նենց ես արի, որ բորիկի ձեռնեն ինչ չասնի։ Այս ավելի ճիշտ կլեր աբոյին տանեիր պահեիր։ Ինչ ասիր։ Աբոյին տանեիր պահեիր։ Չէ, դրանից առաջ, ինչ ասիր։ Կարա հարցնում էի բորիկից ես ինձ պաշտպանում։ Լսի, որ բորիկի մասին ես ասում։ Փնթի բորիկ էլ որ։ Ինչի, փնթի բորիկը սաղա։ Յանում չգիտես, հա։ Վայ քո։ Արա, փաստորեն աբուն ճիշտ էր։ Իզուր ընկերոջս նեղացրեցի։ Ես էլ հենց իմացա, առաջ օրեիսով եկա, որ ապրանքից հասնեմ։ Իսկ առաջ ապրանքդ քեզ չեր հետաքրքրում։ Ճիշտ ասած, հույսս կդրել էի։ Չէ, աբոյին վստահում էի, գիտեի, որ իրատակ մոխրոց չկա։ Բորիկն է, որ մեռավ, հույսս լրիվ կդրեցի։ Փաստորեն 30 տարի մեռած ա եղել ու հիմա հայտնվել ա, հա։ Այ քեզ բորիկ, այ քեզ բեմադրություն։ Վիսարյոնիչի մեջ չհասկացա այս ինչ տեղա։ Վախտին, քաղաքի սաղ չլուծվող հարցերը ստեին լուծվում։ Բորիկի օբյեկտներ։ Հետո մեռավ, տենը մեզ տարավ, ավերակ։ Բայց բորիկը մեռել ա։ Ախ, ես շատ գիտեմ արասախ, ճիշտ ու սխալ ինֆորմացիան խառնեն իրար մարդ բան չի հասկնեմ արդեն։ Փաստորեն հերս էլ աստեղև է, հա։ Ֆիլոն, երեխա ես արա, Ֆիլոն, սաղ քաղաքի լուրջ շարժերի մեջ կար, վախտին արա, առանց հորդ իմացության սկի կամին չեր ֆրում ես քաղաքում, ինչ ես խոսում։ Ֆիլոն, մեծ ավտարիտետ էր։ Պես ինչ ավտո է։ Դրանք են երևի։ Մի արա վաֆլի, սպասի տենանք ով են։ Բարի գունձես, կներեք մի փոքր ուշացա, Մացո է ամնս։ Վարդան, Մաչուլյան։ Ես ձեզ ճանաչում եմ, Վարդան ջան։ Վիսարյոնիչ ջան, դուք ինձ երևի չեք ճանաչում։ Դոշներ լսում ես, մենք քեզ չենք ճանաչում։ Բորիկի աղբոր տղեն եմ, Մացո է ամնս։ Հոպարի մահանալուց փոքր էի, դրանից հետո էլ չենք հանդիպել։ Հրետ, հոպարը ճշտով սաղացել է, թե արեստական ինտելեկտով եք սաղցրել։ Ողջա հոպարը։ Մենք էլ ենք նոր իմացել ու ուրախացանք այդ պահով։ Թե ասա դիշ կա ուրախան։ Լավ լսիլը։ Բացո։ Աբրես, բա գերեզմանը բորիկի։ Դե գերեզմանն ինչ, էլի իրանն է, էլի, երբ մեռավ տեղն ունի։ Դա մի զազակցի էլ հասկցակ։
Հացի բուն թեմային հլը։ Դու երևի գիտես, որ շատ կարևոր էքսպոնատ ես հանել Հայաստանից։ Էքսպոնատ, հա։ Իսկ դու երևի չգիտես, որ ես խաբար չեմ ելել ինչ եմ հանում Հայաստանից։ Այդ սա խորոխորդ կերած լավ մի խոսքով լասը ինչ ալ է, բուն թեման։ Այդ էքսպոնատը հիմա հայտնվել է Սև շուկայի ամենաթանկ ու հայտնի աճուրներից մեկում, ու մի քանի շաբաթից վաճառվելու է։ Ու եթե մեզնից շուտ ինչ-որ մեկը դրան ձեռք գցեց, всё, մենք էլ չենք կարող ազվրատ անենք։ Լսի ուրեմն, երկու հատ հարց եմ տալի։ Երկուսին է շատ արագ պատասխանում ես։ Հենց ժոգի կմկմում ես կամ ձգում ես, վաֆլին գլխիցը տուջը թողում է։ Հա, դենց էլ պետք չի, նորմալ խոսում ենք էլ։ Հարց համար առաջին։ Ինչի՞ դա պետք այդ էքսպոնատը։ Հարց համար երկրորդ, այդ ինչ էքսպոնատ արա։ Կարող է մի հատ հումձու բերեմ խմես, ինչ լավ խոսա։ Այդ էքսպոնատը ինչ չի պետք։ Հոպարին է պետք։ Իրա ապրանքն է։ Իրանն է, հա։ Անցանք երկրորդ հարցին։ Հիշում ես չէ հարցը։ Հանգիստ արա։ Նկար եմ անում։ Դե ուրեմն դանդաղ անի։ Նկարը։ Էս ինչա։ Նայ, Վիսարյոնից ջան։ Բայց ես ինչա։ Երևանի պատմության ամենակարևոր նմուշներից մեկն է։ Սարդուրի երկրորդի սաղավարտն է։ Էտովա։ Ոնց։ Դուք Սարդուրի երկրորդին չեք ճանաչում։ Ջան, ես კი առաջինին չեմ ճանաչի։ Արգիշտիի որդին է։ Արգիշ։ Հələ նայի ինչ ենք անել հանրապետությունից։ Ֆիլոյի տղա։ Ախբերյանի հետ ինչ է։ Մեզ թողած վազլի հետ է գնում, հա, բաբին հետ հանդիպումներին։ Քեզ տաներ արա։ Դե կանչասի ախբեր, բայց գոնե քեզ տաներ։ Տեղը գիտենք, որ մի բան լինի արագ կհասնենք։ Այդ գնացել են այդ փանթի բորիկին դեն, հա։ Չէ, դրա ուղարկած մարդ ունելի։ Մի փանթի էլ են ալնելու էլի։ Հա, ջոգիմ, բայց դե այդքան էլ մի թուլցի պահի քեզ ախբեր, ամոթա։ Հələ խորհուրդներդ քեզ պահի է, կապով։ Աղջիկ են դենում, թուլնում են։ Բարև, լավ ես։ Լավ եմ, Այսուր ես ժամին։ զբոսանքի։ Ժամին նայել ես։ Նկատի ունեմ, ժամին վտանգավոր է։ Բայց ինչն է վտանգավոր։ Դե 1000 ու մի խոսքով ինձ այդ դուր չի գալիս։ Ինչը տենց հրճվանք առաջացրեց։ Ուզում եմ հասկանամ դու իմ հետ ինչ կապ ունես ընդհանրապես։ Ոնց թե։ Մենակ չասես, որ հարևաններ ենք։ Հետքի չէ։ Հələ ես քուչի կոնտինգենտին հարցրու, թե Սեթոն ինչերի է պատրաստ հանուն իր հարևանության։ Այդ արդեն գիտեմ։ Կարամ գնամ։ Իսկականից բրագուլք ես ելել։ Իսկ կարամ ես քեզ ուղեկցեմ։ Նկատի ունեմ քայլեմ էլի հետդ։ Գնանք։ Գնամ։ Վայ, Սեթո, ասմա հարևաններին հարցրա, ես ով եմ։ Բաբին պատմեմ, ծիծաղից կմեռնի։ Ուրեմն չեմ պատմի, որ չմեռնի։ Այդ որ քեզ ծեծել են, խփել են, այդ իմ ջահելների ինքնագործունեության արդյունքն է։ Ես իրանց կպատժեմ։ Ես այդ գյադն է, Ռուդո։ Ռուդիկ ջան, թագավոր ջան, որ իմանայի սրան չէինք սպանելու, ես տես բան չէի անի։ Գժանոց արա։ Հոպար ջան, ասա որ ես քեզ մատով չեմ կպել, դաժե հկեին ասեցի, հկե, հորը թայ մարդա չես ամաչում, ատենց մի լղկի։ Թորասնուր արա։ Թագավոր ջան, իրան լավ չեր զգում, դրին կավտուն։
Էդ ինքը քեզ ասեց, որ վատ ազգում։ Իջացրու։ Ես ես երկու օրը կկազմակերպեմ անպայման քո ու Աբոյի հանդիպումը։ Ճիշտ է, ընկերս ինձնից նեղացած է, բայց ես անպայման այդ հարցը կլուծեմ։ Թորոս Հելենայի ով է։ Գժանոցը։ Քնած էիր։ Ոստիկանությունից էին եկել։ Ոնց որ ինչ-որ բան են գլխի ընկել։ Խոսարա, ով է քեզ ուղարկել, ասա թե չէ դուլում են։ Ոյ Աստված իմ, ինչ եմ սենց երազներ տենում։ Բորիկ հոպարը շուտով գալու է։ Պետքա բոլորով հավաքվենք, որովհետև երկար չի կարալու մնալ ստեղ։ Լսին է, կարում ենք զանգենք այդ Բորիկ հոպարիդ։ Հա, բայց հիմա չէ, որովհետև իրանց մոտ գիշեր է։ Յանի բան ասիր, մեր մոտ էլ է գիշեր հիմա։ Ես չեմ ջոգում, արա, դու կանչել ես մեզ ինֆորմացիա տաս, թե կանչել ես խոսք քաշես։ Вообще ինչ ենք անում ստեղ։ Մեզ պետք է, որ Վիսարյոնիչը հիշի, թե ինչ արել մեր ապրանքը։ Ինչ ձեր ապրանք, արա։ Սարդուրի երկրորդի սաղավարտը։ Արելը կողմնորոշվեք այդ սաղավարտը ձերն է, թե Սարդուրի երկրորդին է։ Աբուձա, ոբշեմ հոպարը սենց է մտածում։ Դու ես կորցրել այդ ապրանքը, դու էլ պտի վազվրատ անես։ Լավ էր էլի, ուրեմն է տենց, հա։ Դե թողել այդ փնտին հասնի տեղ նոր կխոսանք, արա։ Արա, բան ունես ասելու։ Չէ, բարի գիշեր։ Ջոգիր, Ֆիլոյի տղա։ Վիսարյոնիչ, դու իսկականից չես իմացել ինչ ես անում երկրից։ Չի արա ասում եմ, չես հավատում դու ինձ։ Չէ, հավատում եմ։ Դե ուրեմն նստի մաշնեն։
Բարի երեկո։ Պարոն գնդապետ։ Կարելի է թե աղջիկ կա։ Չէ, ինչ աղջիկ։ Ոնց թե ինչ աղջիկ։ Սիրուն բոյով, մեծ կրծքերով, աղջիկ էլի։ Չէ, չկա, համեցեք։ Ափսոս։ Համեցեք, պարոն գնդապետ, նստեք։ Սուրճ, թեյ, վիսկի, կոնյակ, ինչ կուզեք։ Լավ էլ ապրում ես, կոնյակ, վիսկի։ Չէ, ոչինչ էլ չեմ ուզում։ Մի 2 րոպեով եմ մտել։ Մեր քթի տակ խաղեր են խաղում։ Ովքեր։ Չգիտեմ։ Բոլորը։ Այսինքն։ Մենք իրավունք չունենք սխալվելու, մանավանդ ես ու դու։ Բայց ես ամեն ինչ անում եմ, պարոն գնդապետ։ Էլի արա ամեն ինչ։ Բայց զգույշ արա, զգույշ։ Ճիշտն ասած, ոչ մի բան չեմ հասկանում։ Մեր ինֆորմատորներին էշի տեղ են դրել։ Միտումնավոր այնպիսի տեղեկություններ են տալիս, որ սխալ հետքի վրա գցեն։ 5 էլ էր։ Տանը կարելի է ծխել։ Դե ձեզ հա։ Շատ լավ է։ Մեր տանը չի կարելի։ Կինս չի թողնում։ Իսկ այդ թանգարանի տնօրենին տեսար։ Հա, տեսա, բայց չեմ կարծում, որ ինչ-որ բան գիտի։ Շատ իզուր։ Խելքը թռցրած գիտնական է։ Դու ուշադիր եղի այդ խելքը թռցրած գիտնականին։ Իսկ Բենոյից նորություն կա։ Դեռ չէ, բայց կգտնենք։ Կարող է արդեն։ Չի կարող։ Բենոն ողջ է։ Զգում եմ։ Էն ինչ վիսկի է իր ասում։ Շոտլանդական։ Բա բերում է սպասում։ Հիմա։ Այսօր իմ ասած տեղը կմնաս, հաբո էդ հասկանանք ինչ ենք անում, նոր ջրի էր ես դուրս կտես եղավ։ Ես լիք մնալու տեղ ունեմ, Ռուդո։ Ապահով տեղ է պետք։ Կարող էլի գողնաս տանես չոլերում պայես։ Լավ էլի Բենո, ես ինչ եմ ասում, դու ինչ ես ասում։ Լսի, իսկ աբոն, ինչ ասում է թեմայով։ Չգիտեմ աղբեր, այսօր ինքը պետք է հանդիպեր Բորիկի ուղարկած մարդու հետ։ Վախի թողեցիր գնա, Դու չգիտես Բորիկը ինչերի անթունակ։ Աբոն էլ նվեր չի արխային։ Ամել Ֆիլոյի տղեն հետն է, աբոյին մատով կպտնող չի լինի։ Հասանք Ռուդոլֆ Ալոյսովիչ։ Կարող է շատ արագ իսկշել։ Չէ, դանդաղ։ Լսեք, Բենոյին տանում եք հյուրանոց, ասում եք լյուքսաբերներից մեկում տեղավորեն։ Իմացեք, այս մարդու անվտանգությունը ձեր պատասխանատվության տակ է, պարզա։ Պարզա։ Բա դու ինչ ասիր։ Պարզա։ Դե գնացի Բենո, կապով։ Վերջին անգամ մանուկ հասակում էի պաղպաղակ կերել։ Ինչի չես սիրում։ Չէ, շատ եմ սիրում։ Բա ինչ չես ուտում։ Դե ես մտածում եմ ամոթ է։ Ինչ պատահեց։ Ծիծաղելի է։ Ինչ է։ Լսի, բայց արդեն երկար քայլեցինք, արի տուն գնանք էլի։ Այսքան շուտ։ Սեթո 2 ժամը քայլում ենք։ Լավ է։ Ես էլ մտածում եմ 10-15 րոպե է անցել։ Քո այդ ժամանակը թռնում է։ Լավ, արի գնանք, հեսա ճանապարհից մեքենա վերցնենք։
Բայց սա տաքսի չի։ Այն չանենք։ Սեթո աղբեր, ուր ա պետք։ Քուչա։ Նստեք։ Վարվարա։ Սիշտակիր։ Դե ապրես։ Քնացեր պապին։ Մուշ։ Սեթ հլալասի։ Իդոգում լուսին քեզ ասել է, հա։ Հանգստացյալ ինչ ես խոսում։ Չէ դե, որովհետև երեք քշերը իրար հետ որ գնացիք, ես իմ։ Հագետ թեման Ալբերտո, էլ չլսեմ։ Բարև մեծ աղբերներին։ Կարլոս, Դոբրի։ Ինչ կա։ Կարևոր ինֆորմացիա եմ բերել։ Ում բավ։ Թորոսի։ Հապա, լասա, ասա Ալեքսեյ։ Երեք իրիկուն Թորոս Պապիեն ստան դիմաց լրված էի, ոնց որ ասեցիք։ Ռուդիկ Պապին եկավ կանգնեց Թորոս Պապիեն ստան դիմաց։ Հալմեծ սպասելի, այդ ամեն ինչը նորից պատմի առանց Պապիների։ Այլ եղբեր, սա խառնենք իրար։ Հասկացա։ Ռուզիկն եկավ Թորոսեն ստուն, կես ժամ հետո քշելով հանեցին Թորոսին։ Նստեցրեցին ավտոնախրանիկների հետ ու գնացին։ Ոնց թե։ Լուրջ ես ասում։ Հա, սաղ նկարել եմ։ Վդինեն։ Սաղ չոտքի աղբեր։ Ինչն է չոտքի։ Ոնց ասում է դենց է եղել է, ոչ ավել պատմեց, ոչ պակաս։ Հիմա որ զանգեմ Ռուդիկին, պապիդ հաստատ նեղանալու է։ Խի աղբեր, իրար հետ հակել են էլի, Ռուդիկը մեր դեմ է ելել նորից Սեթո։ Լավ էլի Ալբերտո, հանգստացի։ Լեսի վերցրու, նայ ուրեմն ինչ ես անում Ալեքսիկ։ Գնում ես նորից Թորոսեստան բակ ու ինչ կատարվում է, նայում ես ու տեղյակ ես պահում։ Հասկացա, շարժ հենց նկատում եմ, նկարում եմ։ Կարես ոչ մի բան չնկարես։ Հենց ինչ որ բան նկատում ես, կապ տուր ինձ։ Եղավ Սեթո աղբեր։ Գիտի։ Ինչ է։ Ալեքսիկը աղբեր, ոնց մեծացավ։ Ոնց մեծացավ։ Հələ իսկան երեխա էր։ Արա լավ էլի Ալբերտո, ինչ գիտես, ծննդատանն ես եղել։ Ոստիկանությունն է։ Հա ինչ, բանկավր հետ։ Հանգստացյալ ինչ ես խոսում։ Ախ ես խառնվի իրար աղբեր։ Որովհետև անհիշելի ժամանակներից մեր բակ ոստիկան չի մտել։ Աղբեր չի մտել։ Այս ամեն ինչը ինձ հեչ դուր չի գալիս։ Ինձ էլ։ Ես ինչ մոմենտարը։ Պապին։ Պապին։ Արի։ Բարև ձեզ Ալբերտ Վիսարյոնովիչ։ Բարև։ Ոստիկանության կապիտան Թումանյան։ Հետո։ Ձեզ մի քանի հարց ունեմ, պիտի խնդրեմ գաք բաժին։ Ստե չես կարա տաս այդ հարցերը։ Ճիշտ կլինի գնանք բաժին։ Ես պրոբլեմ չունեմ, գնանք։ Պապի ջան ինչ ա եղել։ Բան չկա բալես։ Մի հատ տեղ ենք հետում գանք 2 ժամով։ Հա բայց ինչ ա եղել։ Վայ, վերջացրեցինք Սեդրակ։ Եկեք իմ մեքենայով գնանք, համել ճանապարհին կզրուցենք։ Ռազմիցա չկա։ Կարող ենք իմանալ ինչ միջադեպ է եղբայր։ Դու Սեթոն ես։
Միշտ։ Ամեն ինչ նորմալ է, Սեթո։ Ալբերտ Վիսարյոնովիչի հետ մի քանի հարց կա բարձելու։ Կներես։ Լսում եմ։ Կապիտան ջան, Պապիկյանն է։ Արդեն իմացա։ Ես ճանաչեցի այս լուսանկարի մեջի մարդկանցից մեկին։